Նույնատապանում հյուրընկալել եմ քաղաքական գիտությունների թեկնածու Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանին, պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ես շնորհավորում եմ երկար սպասված համագումարի կապակցությամբ, կայացած համագումարի կապակցությամբ, ձեզ մաղթում ենք հաջողություն այս բարդ ճանապարհին։ Որն է ասելիքը Հայաստանի Շնորհապետական կուսակցության, ինչ խոսքով եք ներկայանալու, ինչ եք բերելու հայ ընտրողին քաղաքացուն։ Առաջին հերթին այլընտրանքի ձևավորում, որ մարդիկ ընտրության հնարավորություն ունենան, որ ընտրատեղամասեր գնալուց հին, չարչերկված մոտեցումները, անուն ազգանունները եւ կուսակցությունները տեսնելով հանդերձ նաեւ տեսնեն այլընտրանք ուժեր, այդ թվում նաեւ մեր նախաձեռնած այլընտրանքը, որ կարողանան ժողովրդավարության իրենց կարևորագույն իրավունքը, ընտրելու իրավունքը իրացնել։ Մեր քաղաքական ուժը բացարձակապես կապ չունի որևէ մի այլ քաղաքական ուժի հետ։ Մենք ի սկզբանե մեզ համար որդեգրել ենք սկզբունք, որ երբևիցե բացառում ենք համագործակցությունը կամ կոալիցիայի ձևավորումը Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի եւ նրանց քաղաքական ուժերի եւ նրանց քաղաքական ուժերի արբանյակ թվացող այլ քաղաքական ուժերի հետ, որպիսի մեր քաղաքացիական հանրույթը ընտրելու հնարավորություն ունենա։ Մեր քաղաքական ուժի քաղխորհրդի անդամները որևէ այլ կուսակցության անդամ չեն եղել, այնպես որ հիմա սիրելի քաղաքացիներին տեղեկացնենք, որ սկսել են նավակ ճոճել, ասում են բա դուք դաշնակցությունից չեք եղել, բա դուք բևեռից չեք եղել, ոչ, որևէ քաղաքական ուժից չենք եղել եւ այդ քաղաքական ուժի չհանդիսացող անձիկ փորձել են այլընտրանքը կազմակերպել։ Հետևաբար ապա տեղեկատվությանը, զեղծարարությանը տուրք տալ պետք չի, սիրելիներ, դրանք ուղղակի սուտ են, որ փորձում են սևացնել եւ փորձում են մեր պայքարի հանուն Հայաստանի մղած մեր պայքարի համար թույլատրել մեր դիրքերը։ Ինչ խոսույթով ենք գալիս, բացի այն, որ մենք այլընտրանք ենք հռչակել, որ այլընտրանքային քաղաքական ուժ ենք բերում, որ մարդիկ ընտրության հնարավորություն ունենան։ Մեր համար անկյունաքարային նշանակություն ունի արդարության վերականգնումը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ արդարության վերականգնումը այն օրենքի շրջանակում, որը որ գործում է հիմա Հայաստանի Հանրապետությունում, գրեթե անհնարին է, որովհետև այդ օրենքը գրվել է այն անձանց կողմից, ովքեր այդ անարդարությունը փաթաթել են մեր ժողովրդի պարանոցին։ Նիկոլ Փաշինյանի ռազմավարական սխալներից մեկը հենց դա է, որ նա այդ նույն օրենքի շրջանակում դատավարական գործընթացներ է սկսել եւ չի կարողանում այդ ճահիճի մեջից դուրս գալ եւ վերանանք այն մտքից առհասարակ ուզում է դուրս գալ, թե չի ուզում դուրս գալ։ Փաստը մնում է փաստ, որ դուրս չի եկել։ Ինչը ապա այդ արդարության վերականգնման գործիքակազմ կծառայի Հայաստանի Շնորհապետական կուսակցության ձեռքում, եթե ժողովուրդը մեզ հավատա եւ օժտի բարձրագույն իշխանությամբ։ Լուստրացիան, այլընտրանքային արդարադատությունը, որի մեթոդի շուրջ հիմա խմորումներ են ընթանում, ես նաև անձիկ եմ խնդրել, որ Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում տեղակայված արտասահմանյան փորձը ուսումնասիրեն նաև օրենսդրությունները ֆրանսիական, շվեյցարական, որ օժանդակեն, թե ինչ մեթոդներով մենք դա կարող ենք իրագործել, լուստրացիան։ Երկրորդ կարևորագույն բաղադրիչը, որ մենք ասում ենք, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը անհավասարակշռված իրավիճակում է եւ միջգերատեսչական կապի բացակայության պայմաններում գերուռճեցված քաղաքծառայության համակարգ ունենալու հանգամանքում եւ մուլտիպլիկատիվ էֆեկտի պատճառով կրկնվող գործառույթներ ունեցող պաշտոնների արկայության պատճառով քաղաքականությունը անընդհատ ձախողվում է։ Հետևաբար մեր քաղաքական ուժը հանձնառություն է վերցրել մշակել Հայաստանի պետական կառավարման համակարգի նոր մոդել, նոր ձև, նոր նախարարություններ, գերատեսչություններ, միջնախարարական, միջգերատեսչական կապի նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, նոր համակարգեր եւ նոր կորպորատիվ մշակույթ։ Դրա կարևորագույն բաղադրիչներից մեկն է լինելու շնորհապետության կայացումը, այսինքն մերիտոկրատիայի կայացումը, այսինքն արժանիների իշխանության կայացումը։ Պետք է կարողանանք ամբողջ մեր հումանիտար հանրային մասնագիտական կապիտալից ընտրել լավագույններից լավագույններին, հստակ տալ իրավասություններ եւ գործառնման շրջանակ եւ պահանջել։ Եթե հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանակում չենք գտնի, կփնտրենք համահայկական ներուժում, Սփյուռքում։ Եթե Սփյուռքում չենք գտնի, արտասահմանցիներ կբերենք, փողը կտանք, կպահանջենք, բայց մեզ համար կարևոր է լինելու խնդիրը
եւ այդ խնդրին հասնելու մոտեցումները։ Սա երկրորդ կարևորագույն հանգամանքն է, որ մենք փորձելու ենք անել։ Երրորդը դա ռազմավարական լիակատար շրջադարձն է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա իր անկախությունը վերականգնել լիարժեք։ Այսինքն մենք պետք է դուրս գանք հապկից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինված ստորաբաժանումներ պետք է չլինեն, 30-ից ավել մեծ կաշկանդող միջպետական պայմանագրեր պետք է իջիկ դառնան, եւ մենք հնարավորություն պետք է ունենանք զերո նիշից հարաբերությունները լավացնել բոլորի հետ, ում հետ որ կստացվի, ում հետ էլ որ չի ստացվի, ովքեր թշնամաբար մեզ նկատմամբ տրամադրված կլինեն, մեր հաջորդ քայլը պետք է լինի համապարփակ անվտանգության մոդելի բացահայտումը Հայաստանի Հանրապետությունում, պաշտպանունակ, դիմադրողունակ Հայաստանի Հանրապետության կայացում։ Կարևորագույն խնդիրներն են, որպեսզի սոցիալական հարցերը լուծվեն։ Երևան քաղաքում բնակ ֆոնդի 80%-ը վթարային է կամ դառն ապռած է։ Քաղաքացիները տարիներ շարունակ ապրում են այդպիսի շենքերում, անընդհատ սոցիալական, կոմունալ խնդիրների առերեսվելով, կոյուղաջրեր, վերելակներ, աղբահանություն, սա խայտառակություն է, որ 21-րդ դարում տեղ պետք է չունենա։ Բացի այդ, մեր ժողովրդի թվացial այդ աշխատավարձների բարձրացումը եւ միջին աշխատավարձի բարձրացում, այդ թվում նաև սոցիալական ծախսերը, որոնք որ իրականացում են, կենսաթոշակային ծրագիր եւ այլն եւ այլն։ Բացարձակապես բարձրացում դիտարկել չի կարելի, որովհետեւ մենք տեսնում ենք գնաճ։ Շուկաներում բոլոր տեսակի ապրանքները սկսում են թանկանալ, վերջին օրինակներից կարող ենք ասել վառելիքի շուկայում, երբ որ հեղուկ գազի գները սարսափելի բարձրացան, մեկ ամսվա ընթացքում գրեթե կրկնապատկվեցին։ Եթե 2-3 շաբաթ առաջ 110-120 դրամի շրջանակում են, հիմա 210-220 դրամի շրջանակում են։ Սա ունի օբյեկտիվ չափաբաժին էլ, եղանակային պայմանների վատ թրացմամբ պայմանավորված, նաև լարսը փակվեց, ինչը որ աղետ է։ Երկար ժամանակ ասում ենք լաստանավային տնտեսությունը զարգացրեք, էկոնոմիկայի նախարարի մակարդակով ասում են մեզ լաստանավեր պետք չեն։ Դե ուրեմն մնացեք լարսի հույսին, կիլոմետրանոց հերթերի։ Բայց ստեղ կա նաև ոչ բարեխիղճ տնտեսվարման հանգամանք, գերշահույթներ ապահովելու քաղաքացիական հանրույթի անհաղորդ անարձագանք լինելու պատճառով։ Սոցիալական ծրագրերը բավականին շատ են։ Հաջորդ կարևորագույն քայլը, որ մենք հանձնառու ենք, դա ենթակառուցվածքների զարգացվածության աստիճանի բարձրացումն է։ Այդ թվում նաև ի վերջո հյուսիս-հարավ ավտոճանապարհի վերջնական շահագործման հանձնելու հանգամանքը, նաև այդ ճանապարհին զուգահեռ եւ այլ խաչվող ճանապարհների գործարկման եւ ենթակառուցվածքների զարգացման հարցը նաև պետք է երկաթուղու մոդեռնիզացիայի հարց բացվի։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը իր արժեվ դրել է նաև Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցության համակարգերի զարգացմանը, ազգային նավիգացիոն կենտրոնի, ազգային ավիափոխադրող ընկերության ստեղծումը եւ նաև օդանավակայանի հնարավորությունների բացահայտումը, որ կարողանանք համաշխարհային օդային տրանզիտի առումով մեր ուրույն տեղը զբաղեցնենք, որտեղ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը հնարավորություն է ընձեռում գլոբալ մակարդակով եվրասիական եւ օկեանիայի շրջանում առանց կրկնակի վայրեջքների հեռահաղորդակցություն ապահովելու։ Մյուսը կապի ոլորտում արբանյակային տնտեսության զարգացման առումով պետք է այս ամեն ինչը լինի։ Բացի այդ, մեր ենթակառուցվածքները եւ սահմանային պաշտպանությունը էշելոնացված առաջնագծի կահավորման առումով պետք է զարգ տրվի եւ իրականացվի։ Բացի այդ, մեր քաղաքական ուժը իր համար դրոշակ է դարձրել Ադրբեջանին քրեական պատասխանատվության ենթարկի միջազգային քրեական դատարաններում նկատի ունենալով ապօրինի այնտեղ պահվող մոտ 30 եւ ավելի բռնադատվածներին եւ գերիներին, որոնց անհապաղ պետք է վերադարձնել Հայաստան։ Դուք պատկերացնում եք, որ մի տարի առաջ, երբ որ ես Ռուբեն Վարդանյանի վերադարձնելու մասին խոսում էի, ծաղրուց անակի ենթարկեցին, տեսահոլովակներ պատրաստեցին եւ այլն, տեսեք, Հայաստանը Թաթարստան վերածողին ասում է Բաքվի բանտից հետ բերեք։ Ես վերջում ավելի միաբջիջ մակարդակի իմ բացատրությունները իջեցրեցի, որ միաբջիջ մակարդակի մտածելակերպ ունեցողներն է հասկանան, որ անգամ հայի տականքի հետևից Հայաստանի Հանրապետությունը պետք է գնա։ Դա մեզ համար խայտառակություն է, որ Ռուբեն Վարդանյանը եւ մյուս պաշտոնատար անձիկ դատվում են Ադրբեջանի օրենքով եւ Բաքվի բանտում։
Նրանք եթե պատասխանատվություն պետք է կրեն, նրանք պետք է կրեն պատասխանատվություն Արցախի կործանման համար, պետք է կանգնեն հայկական դատարանի առաջ, ոչ թե ադրբեջանական, նրանց հոդվածներով եւ նրանց մեղադրանքի համատեքստում։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը հայրենազրկումն է արցախահայերի, պատրիոտիդը, ցեղասպանությունը, մշակութային սպանդը, որ մենք օր ու արև հիմա Եղիշե Կիրակոսյանը ամբողջ իր անձնակազմով պաշտոնից ազատման դիմում է կնքել, վավերացրել։ Հիմա այդ անձնավորությունը եթե պաշտոնը լքում է, նշանակում է նրանք կաշկանդել են, թույլ չեն տալիս, որ նա քրեական վարույթները առաջ տանի միջազգային ասպարեզում, միջազգային քրեական դատարանում ընդդեմ Իլհամ Ալիևի եւ Ադրբեջանի։ Սա խայտառակություն է։ Ի վերջո նման որոշում կայացնող իշխանությունները պետք է հաշիվ տան իրենց, որ կգա մի ժամանակ, որ իրանք կկանգնեն պատասխան կտան, թե ինչի քրեական հանցագործներին, ցեղասպաններին վարույթները կարճեցին։ Ինչու։ Մեր քաղաքական ուժը դա առաջ է տանելու։ Խաղաղություն են ուզում։ Այդպիսի խաղաղություն չի լինում։ Խաղաղությունը այդ կերպարանքը չունի։ Խաղաղությունը նման կերպով հանդես չի գալիս։ Այդ մարդիկ հեռու են խաղաղություն կառուցելուց, այնինչ որ նրանք կառուցում են, նրանք հիմք են դնում հետագա ագրեսիայի եւ ցեղասպանության, որտեղ ցեղասպանության համար չդատապարտված բռնակալը կրկին ցեղասպանության է դիմելու։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Մեր քաղաքական ուժը արցախահայերի բնական իրավունքները առաջ տանելու է։ Մենք տանելու ենք առաջ այդ հարցը։ Երկրորդը մենք փորձելու ենք ներքաղաքական դաշտը առողջացնել, որպեսզի այստեղ լրտես դասակարգերը, օլիգարխներից ծնուցվող քաղաքական գործիչները, նախկին իշխանությունների եւ ներկա իշխանությունների մաս կազմած բոլոր ուժերը բացազատվելու հնարավորություն չունենան եւ մրցակցությունից դուրս մղվեն։ Այդ հնարավորությունը քաղ հասարակությանը, քաղ հանրությանը մենք կտանք։ Ընդ որում սիրելի քաղաքացիներին ուզում եմ ասել, որ մենք չենք ուշացրել, մենք եկել ենք ճիշտ ժամանակին, կարևորը դուք չուշացնեք։ Կարևորը դուք կրավորական վարկ չդրսևորեք։ Լինեք մեր զինակից ընկեր, ոչ թե կողքից կանգնող հետևող։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Պարոն Սիմոնյան, ձեր ներկայացրածը, ձեր դիրքորոշումը, ձեր կուսակցության դիրքորոշումը լուրջ ռիսկեր է պարունակում անգամ ֆիզիկական մակարդակով։ Դուք այս առումով մտահոգություններ, մտավախություններ չունեք։ Իհարկե ունեմ։ Իսկ որ մի թափ մտայնության անձնավորությունը չի ունենա։ Բայց ես նույն մտավախությունը, մտահոգությունը ունեի ռազմի դաշտում, չէ՞։ Պատերազմի դաշտում որևէ մեկ ինձ խոստացել էր, որ ես հետ կվերադառնամ։ Իմ ապավինանքը հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդը ինձ պիտի պաշտպանի։ Հայ ժողովուրդը, որովհետև ես հայրենիքի մարտիկ եմ եւ ինձ պետք են զինակից ընկերներ, որպեսզի մեր արդարությունը կարողանանք տանել առաջ։ Ի վերջո մեր կրավորական վարքի եւ լռության պատճառով մենք կկորցնենք մեր երկիրը։ Մենք դա ենք ցանկանում։ Իսկ եթե այդ կրավորական վարքից հեռու ենք մնում եւ գնում ենք ձեր ասած ճանապարհով, դա խաղաղության բերելու է Ադրբեջանի հետ, թե դա նորից պատերազմի թեժ գործողությունների փուլ է տանելու մեզ։ Գիտեք, Ադրբեջանը հակված չի խաղաղության։ Ադրբեջանը փորձելու է սադրել, եթե տեսնի ռեալ վերականգնողական քայլեր հայ ժողովրդի կողմից, բայց այսօր հնարավորություն կա այդ սադրանքները մեղմացնել արտասահմանյան օտար պետությունների հավասարակշռության միջոցով։ Իսկ այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մեր քաղաքական ուժի տեսիլով կվերականգնի իր պոտենցիալը եւ ներուժը, կտիրի իրական խաղաղություն, որտեղ որևէ մեկը խելքը հացի հետ չի կերել նման Հայաստանի դեմ պատերազմը սկսի։
Այն Հայաստանը, որը որ փաթաթում են մեր պարանոցին, դա է գայթակղիչ ռազմական գործողությունները վերսկսելու համար, որտեղ թույլ կքած անարժանապատիվ Հայաստանը այն տարածքներով, որ հիմա իրենից ներկայացնում է, պետք է չլինի ըստ թուրքական եւ ռուսական եւ այլ մոտեցումների։ Պարոն Սիմոնյան, հիմա ավելի լայն թեմաների աշխարհակաղակական զարգացումներին անդրադառնալով ինչ կարող եք ասել, արդյոք աշխարհում չի դրվում մի սկզբունք, որ ուժերի մոտ թույլն է մեղավոր եւ հետեւաբար թույլը պետք է զիջի, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմում Թրամփի քաղաքականությունը, եթե մենք դիտարկում ենք, սա մտահոգություններ չի առաջացնում, այստեղ Եվրոպան ունի արդեն իր խնդիրները։ Սարցե դարաշրջանի ավարտից հետո 15000 տարվա վաղեմության պատմությունից հետո այդ ժամանակներից մինչև այսօր ոչինչ չի փոխվել։ Ուժն է ծնում իրավունք։ Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, այսօրվանից 1000 տարի հետո էլ ոչինչ չի փոխվի։ Ուժն է ծնելու իրավունք։ Չի փոխվել աշխարհում ոչինչ։ Աշխարհում կար կարճատև կոնսենսուս։ Ինչի շուրջ մարդու իրավունքների։ Ձևավորված իրողությունների։ Ձևավորված իրողությունները հարգեց մարդու իրավունքները, ինչու, որտեղ հաղթեցին մարդու իրավունքները ոտնահարած ուժին, որ կրեոկապսուլաների եւ վառարանների մեջ այրում էին ֆիզիկական արատ ունեցող անձանց, հրյաներին, հայերին, սպանում էին իրենց հայրենիքում, ոչնչացնում էին ժողովուրդների, սևամորտների նկատմամբ մարդատիացություն եւ ռասայական վերաբերմունք ու մոտեցում, սլավոնների նկատմամբ։ Այդ ուժը պարտություն կրելուց հետո գերադրական աստիճանի հասցրեց դրան հակընդդեմ ընթացող սկզբունքներն ու գաղափարախոսությունները, մարդու իրավունքներ եւ համահավասարություն եւ ժողովրդավարություն։ Հետեւաբար երրորդ ռեյխին գլխովին ջախջախելուց հետո աշխարհը պետք է պաշտպաներ այդ իդեաները։ Բայց հիմա փոփոխ ոչ թե որ աշխարհը այնքան բարոյական էր, որ այդ իդեաները բարձրացեց, այդ իդեաները սկզբունք էին, որովհետեւ հաղթեցին հաղթվածին այն իդեաների կրողներին, որոնք որ դա են, նրանք հաղթեին։ Աշխարհը կլիներ այդպիսին։ Սևամորտները կլինեին ստրուկ, սլավոնները կլինեին ստրուկ, հրյաներն ու հայերն էլ չէին լինի։ Այո։ Հիմա նորից փոխվում է աշխարհը։ Հիմա աշխարհը հետ են գնում։ Չէ, հիմա աշխարհը չի փոխվում։ Առայժմ ընդդիման մարտություն է ընթանում, չգիտենք որ ուղղությունը կհաղթի։ Եթե բռնապետությունը հաղթեց, նոր կայսերական մոտեցումներով աշխարհի կառերեսվենք։ Փոքր պետությունները եւ միջին պետությունները կվերանան։ Դե հիմա միտումները այդպեսին չեն, երբ Պայքար է ընթանում։ Կարծում եք դեռ Պատերազմ է։ Պատերազմը անկանխատեսելի է։ Եթե աշխարհում հաղթեց ժողովրդավարական ճամբարը, ապա աշխարհում էլի վեհ արժեքները կբարձրանան։ Հիմա ուժային բալանսը խախտված է, եւ այդ ուժային բալանսի խախտված լինելու հանգամանքով ռազմական գործողություններ են ընթանում։ Բայց մենք տեսանք, որ մի քանի օբյեկտիվ եւ ոչ օբյեկտիվ իրողություններով բռնապետությունները շատ մեծ հարված ստացան։ Օրինակ, Թուրքիայում արձանագրված երկրաշարժերը տնտեսական մեծ հարված հասցրեցին Թուրքիային, եւ Թուրքիան իր ավտորիտարիզմը եւ նեոկայսերականությունը չկարողացավ ծավալի այնպես ինչպես որ նա կցանկանար։ Չինաստանում տնտեսական գործընթացների ապոգեյը, գագաթը գուժում է այն հանգամանքը, որ տնտեսությունը միտված է անկում ապրելու։ Չինաստանը զսպեց իր աշխարհակաղակական մոտեցումները եւ դա երևում է Թայվանի եւ Սինգապուրի նկատմամբ իր դրսեւորումներին։ Նաեւ ամբողջ արևմուտքը իր արտադրողական պոտենցիալը տարավ ժողովրդավարական աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունը հանդիսացող Հնդկաստան։ Ռուսաստանը Ուկրաինայի նկատմամբ ցեղասպան պատերազմով իր կոնվենցիոնալ հնարավորությունների մեծ մասը պարպել է։ 1 միլիոն զոհ կոնվենցիոնալ բանակ չունի, ջախջախված է, միլիոնից ավել վիրավոր մարդիկ, անդամալույց մարդիկ, անթիվ անհամար տեխնիկայի կորուստ, տեխնոլոգիաների քաղց, տնտեսության անկում, տնտեսության ճյուղեր կա Ռուսաստանի Դաշնությունում, որ հուրհավիցյան կորսված են Խորհրդային Միությունից հետո եկած եւ տարբեր տնտեսագետներ, այդ թվում նաեւ Ռուսաստանի պետական համալսարանների գիտնականներ գուժում են, որ 2025 թվականը վերջին անցումային շեմն է ռուսական տնտեսության դիմադրողականության, այնուհետև խորը ճգնաժամի եւ անկման մեջ են գնելու այդ ահռելի մեքենան, պետական մեքենան։ Բայց ունեն գրաված տարածքներ, պարոն Սիմոնյան։ Դա ոչինչ չի նշանակում։ Դա ոչինչ չի նշանակում։ Գիտեք, երբ որ Ադրբեջանը 90-ականներին պարտություն կրեց Քաշաթաղի եւ Քարվաճարի լեռներում,
Մինչև ջրական քայլելով գնացին մերոնք։ Այն ահռելի տարածությունը, որը որ վերցրել էր Ադրբեջանը 20 թվականին, կորպուսների զորաշարժելով 20 կիլոմետր տարածք էր գրավել ընդամենը կրկին ջրականի շրջանում։ Բայց 11000 քառակուսի կիլոմետրը երբ զավթեց, օրերի ընթացքում, երբ որ մարդիկ լքեցին։ Օրերի ընթացքում ֆիզիկական ուժի գործադրմամբ փոփոխությունները ֆիզիկա աշխարհագրական տարածքների վրա չնչին են լինում, որից հետո ահռելի տարածքներ կարող են անցնել այն կողմին կամ այս կողմին ռազմավարական եւ մարտավարաօպերատիվ պարտություն արձանագրելուց հետո, երբ որ դա տեղի է ունենում ռեսուրսների սղության պայմաններում։ Դուք մոռացել եք, որ 2 տարի առաջ ամբողջ արևմտյան ափը Դնեպրի ազատագրվեց շատ արագ եւ Խարկովի շրջանը շատ արագ 2 օրվա ընթացքում ազատագրվեց, ինչա որ այդ ամբողջ պաշտպանական դոմինոյի մեջ փշրվածքներ տեղի ունեցան, ճաքեր եղան եւ ներխուժման հնարավորություն ուներ Ուկրաինայի պաշտպանական ուժերը։ Պատերազմում ոչինչ վերջնական իր տեսքը չունի, եթե մարտը պայքարը շարունակվում է։ Ոչ մեկ ոչինչ չի կորցրել, քանի դեռ կռիվը ընթանում է։ Իսկ հրադադարի հնարավորությունը ինչպես է գնահատում այս պահին։ Նվազագույն։ Որովհետև Ուկրաինան ռիսկերը շատ լավ հասկանում է, եթե կանգնեցվեց պատերազմը հիմա, ապա շնչառությունը հավաքելու տեղը բերելու հնարավորություն կտան Վլադիմիր Պուտինին։ Դրա համար ինչ էլ որ լինի ուկրաինացիները կմարտնչեն։ Գոնե 2025 թվականը հաստատ կմարտնչեն։ 26-ից արդեն պարզ կլինի, 26-ից արդեն կոնգրեսում, սենատում փոփոխություններ են ակնկալվում, Թրամփի նկատմամբ անհանդուրժողականությունը եւ դժգոհությունը ավելանում է։ Սոցիալական խնդիրներ կան, հարևանների հետ անհանդուրժողական վարքի պատճառով շուկայում սննդամթերքի որոշ տեսակների, օրինակ ձվի գնի թանկացումներ նկատվեցին Միացյալ Նահանգներում, դա դժգոհությունների մեծ ալիք է բարձրացել Միացյալ Նահանգներով մեկ։ Նրա խոսույթը, նրա ռետորաբանությունը, որ դիրքավորում է իրեն մոնարխի եւ կայսերի, դուր չի գալիս այն ժողովրդին, որը ազատագրվել է կայսերությունից։ Եկեք չմոռանանք ումից են ազատագրվել ամերիկացիները, բրիտանական կայսերությունից, որ էլ կայսեր չունենան։ Եկել է մի ինչ-որ օլիգարխ, որ իրեն հռչակում է կայսեր։ Այս մոտեցումները չի կարող անհետևանք լինել չի կարող հենց ամերիկացի քաղաքացիների շրջանում, կապրենք կտեսնենք, 1 տարին ահռելի ժամանակահատված է։ Նույնը Հայաստանի Հանրապետությունում, սիրելի քաղաքացիները, որ ասում են մենք հուսախաբված ենք, որ այլընտրանքներ տեսնեք, գիտեք ինչ, լիակատար հույսը պարպած մարդուց ավելի մեղք կարգավիճակում անհատականություն չկա։ Եվ այսպիսի հարց է առաջ գալիս, անգամ եթե բոլորը քեզ խաբել են եւ դու հուսահատվել ես, եթե շարունակես լինել հուսահատված, ով է ուժելու։ Ով է ուժելու, եթե ոչ դու։ Եվ այստեղ տեղին է ասել Վինստոն Չերչիլի բառերը, որ եթե դու հայտնվել ես դժոխքում, կանգ մի առ, շարունակիր քայլել։ Շարունակիր քայլել, մինչև դուրս կգաս դժոխքից։ Եվ անպայման մենք ինչ որ մեկին պետք է հավատանք։ Հավատում եք Գուրգեն Սիմոնյանին, հավատացեք Գուրգեն Սիմոնյանին, չեք հավատում այլ մարդու հավատացեք, բայց մեկին պիտի հավատաք, որ կարողանաք այլընտրանք ձևավորել եւ դուրս գալ այս իրողությունից, որտեղ մեր ժողովուրդը չի համակերպվելու կքած իրողություններին։ Մեր ժողովուրդը պայքարել է, պայքարում է եւ պայքարելու է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության համար եւ իր իրավունքները պատշաճ պաշտպանելու ընդունակություն ունեցող Հայաստանի Հանրապետության համար։ Դա համախմբվել է պետք։ Պարոն Սիմոնյան, ամփոփենք եւ վերադառնանք մեր գերիների խնդրին։ Հիմա այդ խոշտանգումները, այսինքն թեմայի սրացումը, այս իրավիճակի սրումը, Բաքուն ինչ խնդիր է լուծում այդ գործողություններին գնալով, երբ որ ակնհայտորեն մենք տեսնում ենք խոշտանգված են դատավարությունները, Հայաստանի Հանրապետությանը, ինչ քրեական հոդվածներով են դատում։ Ահաբեկչություն, սեպարատիզմ, վերջում ստացվել է, որ Հայաստանի Հանրապետությունն է ահաբեկիչ պետություն։ Վերջում ստացվելու է, որ Հայաստանի Հանրապետությունն է սանձազերծել Արցախյան պատերազմը։ Վերջում էլ կասեն, դե որ այդպես է, ուրեմն մեզ պետք է այսքան գումար տակ։ Մեր պետական բյուջեն մի քանի անգամ գերազանցող գումար, որ սերունդները աշխատենք, տակից դուրս չգանք։ Սա կոնցեպտուալ հարց է։ Նրանց դատելով վերջում դատելու են հայկական պետականությունը, որտեղ նրանց դատում են Ադրբեջանի օրենքով, իսկ Ադրբեջանի օրենքը արդարացի չի։ Նրանք պիտի կանգնեն դատարանի առաջ, բայց հայկական դատարանի առաջ։
Իսկ այս իրավիճակի ֆոնին երբ հնչում են կարծիքներ, որ բավարարեք այդ նոյեմբերի 9-ի ներորդ կետը, վերադարձեք այդ հարթակ։ Չկա նոյեմբերի 9։ Դա լուծում կարող է լինել։ Ինքնալուծարված փաստաթուղթ է։ Ինքնալուծարված։ Երկու կողմ առնվազն նոյեմբերի 9-ի ոչ մի կետ չի պահպանել։ Չի պահպանել, բայց պահանջում էին ներորդ կետի կատարում։ Դե ինչ ասեն։ Գուցե սրացումը Նիկոլ Փաշինյանից են պահանջում։ Նիկոլ Փաշինյանն էլ թող պատասխանատվություն կրի, Հայաստան ինչ կապ ունի։ Կրակն ենք ընկել, որ հիմա վարչապետը ինքն է։ Դե փաստացի վարչապետը Կապ չունի, բայց Հայաստանի Հանրապետությունը հավերժի մասին է, վարչապետները կգան ու կանցնեն։ Հայաստանի Հանրապետությունը հավերժի մասին է եւ Հայաստանի Հանրապետությունում ընթացակարգեր գոյություն ունեն։ Միջև ազգային ժողովը չհաստատի Նիկոլ Փաշինյանի խոսացածը եւ սահմանադրական դատարանը չվավերացնի, պետությունը չի ստանձնելու այն, ինչ որ Նիկոլ Փաշինյանը ստանձնում է։ Դա իր անձնական խնդիրն է։ Իսկ մենք թույլ չենք տալու, որ պետությանը փաթաթեն այդպիսի խնդիրներ իրենց պատճառով։ Եվ անգամ գերիների կյանքի գնով։ Այո։ Անգամ գերիների կյանքի գնով Հայաստանի Հանրապետության ողնաշարը թույլ չենք տալու կոտրեն։